Նիկոլ Փաշինյանի եւ իր աջակիցների մասնակցությամբ անցկացվող պատարակները հանրության լայն շերտերն անվանում են կեղծ եւ ինքնակոչ, քանի որ դրանց ժամանակ զեղչում է վեհափառ Հայրապետի անունը, ինչպես նաեւ շատ հաճախ այդ արարողությունները անցկացնում են մայրաթորի դեմ դուրս եկած հոգեվորականները, որոնցից շատերն անգամ կարգալից են արվել։ Փաշինյանին դիմախոսներն առավելապես ուշադրություն են հրավիրում այն բանին, որ անգամ կառավարության ղեկավարի աջակիցներից շատերն այդ արարողություններին ինքնակամ չեն մասնակցում։ Նշվում է, որ տարբեր համայնքների վարչական ղեկավարներ իրենց վերադասների պարտադրանքով են ներկա գտնվում դրանց։ Պատարակներին մասնակցող վարչական ղեկավարների շարքում հաճախ են նկատվում Արարատի մարզի Շաղապ գյուղի վարչական ղեկավար Մարո Առաքելյանը եւ նույն մարզի Լուսարատ գյուղի վարչական ղեկավար Սիրանուշ Վարվարյանը։ Օրագիր Նյուզը կապ հաստատեց վերջիններից հետ, փորձելով ճշտել տարածված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ։ Շաղապ գյուղի վարչական ղեկավար Մարո Առաքելյանը մեր պարզ հարցին միշտ է մասնակցում պատարակներին, թե իր մասնակցությունը պայմանավորված է բացառապես Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, նա հրաժարվեց պատասխանել։ Ավելին, ագրեսիվ ու անհարգալից կերպով ընդհատեց խոսակցությունը։ Ես ձեր ոչ մի հարցին չեմ պատասխանի։ Ու դրանով կսահմանափակվենք։ Դու ով ես, որ ես քեզ ասեմ, ուր եմ գնում, ինչ եմ անում, ինչ չեմ անում։ Սրանով սահմանափակվում եմ։ Իմ համար ու ես անգամ չզարգես, ինձ հարցեր կպահանջես։ Դու գնա քո Երբ Առաքելյանին հորդորեցինք չվիրավորել լրագրողին եւ հիշեցրինք, որ նա ի պաշտոնե պարտավոր է պատասխանել իրեն ուղղող հարցերին, նա ժարգոնային բառապաշարով հակադարձեց։ Բայց ինչի եք այդքան ագրեսիվ։ Դուք արդեն բղավում եք, հարգելիս, ինչ է նշանակում ովեք։ Ես ներկայացել լրագրող եմ, ձեր պարտականությունն է պատասխանել լրագրողների հարցերին։ Իմ հետ դույով մի խոսեք, հարգելիս։ Ի տարբերություն վերջինիս, Լուսարատի վարչական ղեկավար Սիրանուշ Վարվարյանը հարգալից պատասխանեց մեր հարցերին, բարձաբանելով, թե ինչու է ներկա գտնվում Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող պատարակների։ Հարցին մշտապես է մասնակցում դրանց, Վարվարյանը պատասխանեց։ Մեր մոտի գրիվանը խորվիրատում են, որ լինում է, մասնակցում է, իմ վարչապետի ես շատ սիրում հարգում եմ, այո, այդպես պատարակներին մասնակցում եմ։ Ճշտող հարցին սեփական կամքով է մասնակցում դրանց, թե իրեն պարտադրում են Լուսարատի վարչական ղեկավարը պատասխանեց։ Միայնակ եմ գնում, միշտ միայնակ եմ գնում։ Քրիստոնյա ենք, ու ես իմ վարչապետին շատ եմ սիրում, ոչ բոլոր պատարակներին եղել եմ, որ չեն մասնակցել, բայց ու կարողանում եմ հնարավորություն մանավանդ ոչ աշխատանքային օրերը մասնակցում եմ, հարցեր կան։ Անդրադառնալով պնդումներին, որ աշխատակիցներին հարկադրվում է մասնակցել Փաշինյանի մասնակցությամբ անցկացող միջոցառումներին, Վարվարյանը ընդգծեց։ Օրինակ, տեսնեք, աշխատողներիցս մեկը իմացավ, ասա բախի ինչի՞ս ասել։ Ես էլ կգայի հաճիքով։ Ինչ թվում է այդ կամեցողության վրա է, հարենք մենք քրիստոնյա ենք, մանավանդ եթե իմ վարչապետն էլ մասնակցում, հնարավորության դեպքում ոչ բոլոր տեղերն են իհարկե մասնակցում, բայց եթե հնարավորություն ունենում ու ազատ եմ մասնակցում։ Ես ուզում եք իմանալ, ինչը վերջ չեմ էլ մնացել, որ վարչապետը դուրս է եկել կամ բան։ Այդ են պատարակի մեծ մասը, հետո մեղված կես, ճիշտ ասած դուրս եկա։ Լուսարատի վարչական ղեկավարից նաև հետաքրքրվեցինք, որ եթե առաջիկա կիրակի Նիկոլ Փաշինյանը ոչ մի պատարակի չմասնակցի, ինքը կմասնակցի, ինչին ի պատասխան ասաց, որ կախված է հնարավորությունից։ Ես միածին չեմ կարողացել գնամ, Խաչի գյուղ չեմ կարողացել գնամ, ես նայում եմ իմ հնարավորության և ազատ լինելու վրա։ Եթե հնարավորություն ստույլա տալի ժամանակում եմ մասնակցում, ինձ ընդհանրապես ոչ մի հարցով ոչ մեկ չի կարող ստուտել։ Սիրանուշ Վարվարյանը հավելեց, որ իրեն ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել։ Վարչական ղեկավարի խոսքով ինքը ՔՊ-ի անդամ չէ, ազատ մարդ է։